Առաջինը եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Դավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Դիանա Կարապետյանը, բարև ձեզ Դիանա։ Բարև ձեզ։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, այդ թվում նաև որոնք կապ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է լինել Գազայի հարցով խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Հայտնի չէ այս պահին արդյոք Ալիևին էլ է առաջարկել թե ոչ, բայց այ Զայեդ մրցանակը տրվել է եւ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին։ Երևանում է Շարլ Միշելը, այդ եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալամին այսօր եղել է հանդիպում վարչապետի հետ։ Մի տեսակ պարտավորիչ չէ այս ամենը, պարտավորեցնող չէ եւ Հայաստանին եւ Ադրբեջանին հաշվի առնելով խաղաղության հեռանկարները։ Տպավորություն է ստեղծվում, որ այսպիսի ավանսներ տալով կողմերին այլ ընտրանք չեն թողում, քան շարունակել այն ճանապարհը, որոնք կարծես թե Բաքուն եւ Երևանը որթեգրել են։ Միանշանակ պարտավորեցնող է եւ երկու երկրների ղեկավարներն դա հստակ հասկանում են։ Այն մրցանակը, որը շնորհվել է նաեւ Իլհամ Ալիևին եւ ինչպես հայտարարվեց, դա իրենք կիսում են, եթե ճիշտ եմ հիշում։ Այո։ Միաժամանակ այստեղ կա նաև թրիփի շուրջ զարգացումները, Ամերիկայի շատ կոնկրետ ներգրավվածությունը տարածաշրջանում եւ այս ընդհանուր դրական մթնոլորտի ձևավորումը, երբ եւ ադրբեջանական կողմի ուրեմն դիրքորոշումները եւ այսպես ասած պահանջները եւս հարգվում են եւ հայկական կողմի, տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն եւ առհասարակ Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի այստեղ իրադրությունը եւ իրադարձությունների ընթացքը պահի սեփական վերահսկողության կենտրոնում, որպեսզի կողմերը սահուն քայլերով գնան եւ թրիփի զարգացումների, տրամաբանական զարգացումներին եւ նաեւ խաղաղության գործընթացից շեղումներ չլինեն։ Որքանով դա իրենց կհաջողվի բարթեացնել, հաշվի առնելով նաեւ այսօր հրապարակված ուրեմն հետախուզական ծառայության վերլուծությունը 26 թվականի մասով, որտեղ իրենք շատ հստակ ամրագրում էին Արևմտյան Ադրբեջան խոսույթի վտանգավորությունը խաղաղության գործընթացի շարունակականության մասով եւ նշում էին, որ պարբերաբար պետք է իրենք ցույց տան եւ վերհանեն այն վտանգավոր ուրեմն կետերը, որ պարունակում է այդ խոսույթը։ Այնտեղ նաև դիտարկում կար այն մասին, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումից հետո կրկնակի գուցե անգամ եռակի չափով ավելացել է Ադրբեջանում այդ մասով խոսույթը եւ իրենք ոչ միայն չեն դադարեցրել, ոչ միայն չեն հետքայլ չնել, այլ պարզապես ավելի ինտենսիվ կերպով եւ ֆինանսավորումն է իրականացվում այդ կազմակերպության եւ շարունակում են բարձրացիաներից այդ մասին խոսել։ Որքանով կկարողանա Արևմուտքը եւ անգամ ուրեմն Դոնալդ Թրամփը զսպել Ադրբեջանի այս ծավալապաշտական նկրտումները բավականին բարդ է ասել, քանի որ իրենք դրանից յետքայլ չեն անում եւ չեն պատրաստվում անել։ Տեսեք, Դենա, նույն զեկույցում արտաքին հետախուզության ծառայությունին նշվում է, որ այս տարի չեն սպասում, ռիսկեր չկան, որ կարող է լինել Ադրբեջանի կողմից հերթական հարձակում, ես հատուկ պատերազմ չեմ ասում, հասկանալի է, որ Հայաստանը չի կարող այդ պատերազմը սկսել եւ չի էլ պատրաստվում, բայց ինչպես եւ դուք նշեցիք, զուգահեռ նշվում է Արևմտյան Ադրբեջանի դրույթի նարատիվի չափազանց մեծ վտանգավորությունը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր համապատասխան մարմինները զբաղվում են այդ հարցով եւ ճիշտ եւ տեղին ուշադրություն են հատկացնում։ Բայց այստեղից հարց է առաջանում, փորձենք նաեւ դա հասկանալ։ Եթե մոտակա կարճաժամկետ հեռանկարում այդ ռիսկ չկա, այսինքն այստեղ ռիսկ չեն տեսնում, դա հասկանալի է։ Այս նախագիծը, որը Ադրբեջանը դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից է մշակում, հայտնի է, դեռ 90-ականներից է սկսել այս գործընթացը, սա Ալիևի գյուտը չէ, Իլհամի գյուտը չէ։ Սա ավելի շատ միջնաժամկետ հեռանկարում կարող է կիրարկվել Հայաստանի դեմ, թե ավելի շատ երկարաժամկետ, թե ընդհանրապես սա ինչ-որ մի, այսպես ասեմ, ապահովագրական միջոց է Ալիևի ռեժիմի համար, որը նա այսպես պահում է, որպես ինչ-որ ջոկեր, որ ժամանակի ընթացքում պետք եղած դեպքում օգտագործի Հայաստանի դեմ։ Ինչպես եք դուք դա պատկերացնում, Ադրբեջանը ինչ տրամադրություններ կա կապված զուտ օգտագործման հետ։
Նախ Ալիևը սիրում է ջոկերներ պահել, ինչպես դուք նշեցիք, եւ անգամ ուրեմն հայ ռազմագերիների հարցում ինքը առաջնորդվում է այդ դրա անվանությամբ եւս։ Ինչ վերաբերում է Արևմտյան Ադրբեջան այդ նարատիվին, Ալիևի իշխանությունը պետք է հստակ ունենալ որևէ հիմնասյուն, այսպես ասած, որը կլինի իր մեջ պարունակող ատելություն ընդդեմ հայերի, ընդդեմ հայության եւ հաշվի առնելով, որ իրենք լեգիտիմ պետությունը Արցախում փաստացի ոչնչացրեցին, իրենց պետք էր նոր որևէ բան, որովհետև հասարակության մոբիլիզացիան պահելու համար պետք էր պարզապես այնուհետ իրենց չէր հերիքում այլևս այդ հաղթանակի ուրեմն զգացողությունը, քանի որ դա տարին տարու վրա, այսպես ասած, նվազում էր, եւ իրենց պետք էր հերթական մի բանը, որի շուրջ հասարակությանը կտրամադրեին, հասարակությանը կպատրաստեին, կհամոզեին նրանց, որ ինչպես իրենք են ասում, Հայաստանի Հանրապետությունը դա Արևմտյան Ադրբեջանն է, այստեղ իրենք ունեն ոչնչացված հուշարձաններ, ունեն 300,000 ադրբեջանցիներ, որոնք պետք է, ինչպես իրենք են ասում, վերադառնան, Ալիևն ասում է, որ նրանք դա անելու են մեքենաներով եւ ոչ տանկերով եւ հենց դա է հուշում այն մասին, որ իրենք ոչ թե անմիջական ռազմական գործողության են գնալու մոտակա կարճաժամկետ հեռանկարում, այլ պարզապես գուցե դիվանագիտական ուրեմն հարաբերությունների միջոցով, գուցե բանակցային գործընթացում որոշակի սակարկումների միջոցով իրենց պատկերացումներում իրենք հասնելու են դրան։ Հնարավոր է նրանք դա դնեն որպես հակակշիռ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին, գուցե, եւ դա եւս քննարկվում է իրենց փորձագիտական շրջանակներում, որ ինչ որ մի օր գուցե այդ ուրեմն հավասարության նշանը դրվի իրենց կողմից դրա հետ, բայց որքանով է դա իրական եւ որքանով է դա ընդունելի լինելու մեր հասարակության համար բավականին բարդ է ասել։ Դե ես հիմա ձեզ տալու եմ շատ դժվար հարց։ Հուսամ դուք դա այդպես չեք ընկալի։ Եթե պատկերացնենք X պահին իրոք ձևավորվում է մի իրավիճակ, մյուս տարի, 10 տարի հետո կարևոր չի է։ Երբ որ իրոք մեր մեջ բոլոր խնդիրները լուծվում են Ադրբեջանի եւ Հայաստանի եւ մնում է այդ փախստականների հարցը, եւ Ադրբեջանը առաջարկում է, որ մենք այո համաձայն ենք, որ արցախահայերը վերադառնան Արցախ։ Բոլորը ապրեն իրենց տներում, մենք գույքը վերադարձնում ենք, իհարկե ադրբեջանական իշխանության տակ, բայց բոլոր ադրբեջանցիները, որոնք, չգիտեմ, վերջին 200 տարվա ընթացքում լքել են Հայաստանի տարածքը, պետք է վերադառնան։ Մենք պետք է գնանք այս ճանապարհով, թե ոչ։ Այստեղ ամենակարևոր հիմնակետն այն է, թե ինչ հիմքերի վրա է այդ սերունդը մեծացել։ Այն սերունդը դա հայտնի է ինչ հիմքերի վրա է մեծացել։ Այս պահին էլ մենք ունենք իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը գնում են խաղաղության ճանապարհով, պատերազմից հետո Արցախի լիակատար ուրեմն ոչնչացումից, այսպես ասած, պետության ոչնչացումից հետո եկել ենք մի իրավիճակի, որ մենք գնում ենք խաղաղության երկու երկրների մեջ, բայց ադրբեջանական դպրոցներում շարունակում են հայերին ներկայացնել որպես թշնամի, Ալիևը եւս շարունակում է այդ նույն խոսույթը ուրեմն տանել եւ վերջին իր հարցազրույցներից մեկում թե ոչ հաճախ, բայց մի քանի անգամ հայերին անվանեց ուրեմն թշնամի, այն հասարակությունը, որը մեծանում է, որը այս պահին դեռ մանկապարտեզներում եւ դպրոցներում ուսանում է նման ծրագրով, նման բարոյահոգեբանական արժեքների տրամաբանությամբ, կարծում եմ, որ իրատեսական չէ մեկ կողմից եւ անվտանգ չէ նաեւ նրանց այստեղ լինելու պատկերացնելը։ Եվ հայ հասարակության համար եւ գուցե իրենց համար։ Ես միանշանակ չեմ համարում, որ այնտեղ կարծում եմ, որ մենք պատրաստ ենք իրենց վերադարձին եւ մեզ հետ ապրել իրենք անվտանգ են համարում։ Բայց այն ուրեմն հիմնային մասը, որն ունենք մենք եւ ունի ադրբեջանցի դպրոցական այս պահին, 20-30 տարի հետո չի ապահովելու այն անվտանգային միջավայրը, որտեղ իրենք կողք կողքի կարողանալու են հանգիստ ապրել։ Հետևաբար արցախցիների վերադարձը նպատակահարմար չի, կարող եզրահանգել այսպես։ Արցախցիների վերադարձը անվտանգ չէ այս պահի դրությամբ, դա խոսում են եւ իշխանական եւ ոչ իշխանական շրջանակները, թե ինչպես կդասավորվի իրադարձությունները հետո, կարծում եմ, որ բոլոր դեպքերում այդ հարցին պետք է պատասխանեն նախ այն անձինք, ովքեր պատրաստվում են վերադառնալ կամ ցանկանում են վերադառնալ Արցախ, այն էլ Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ արդյոք ցանկանում են այդ կարգավիճակով գնալ թե ոչ, եւ երկրորդ արդեն անվտանգային միջավայրը, որը կստեղծվի նրանց շուրջ, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ վերջին դեպքը ունեցան Կարեն Ավանեսը, ով որ պարզապես կատուներ կերակրող անձեր եւ մնացել էր Ստեփանակերտում, որովհետեւ միայնակ էր, եւ իրեն վերագրեցին ահաբեկչի եւ մնացած բոլոր մեղադրանքները եւ այս պահին նա Բաքվի բանտում է գտնվում 18 տարի կարծեմ ազատազրկմամբ։ Այսինքն որքանով է դա անվտանգ լինելու անգամ 10 տարի հետո վստահել ադրբեջանական կողմին, կարծում եմ
իրատեսական չի։ Իսկ որքանով է անվտանգ Ադրբեջանը սեփական քաղաքացիների համար, ադրբեջանցիների համար։ Ընդհանրապես Ադրբեջանը մարդու իրավունքների տեսանկյունից ընդհանրապես անվտանգ երկիր է հենց ադրբեջանցիների համար։ Իհարկե ոչ։ Իրենք ոնց են կարծում հենց ապրողները դա։ Ապրողները մի մասը սոցիալական խնդիրների մասով դժգոհություններ ունի, բայց եթե անգամ դա մի կողմ դնենք, այնտեղ ազատ խոսք գոյություն չունի։ Իսկ եթե պետության ներսում ազատ խոսք գոյություն չունի, այդտեղ չի կարող լինել անվտանգ, որովհետև մենք գիտենք, որ դատարաններում հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով որոշումները կայացում է պետական իշխանությունը եւ ոչ բացարձակ իրավական իշխանությունը այնտեղ որոշումները կայացում են անմիջապես Ալիևի ձեռամբ եւ Ալիևի ուրեմն խոսքով ազատ խոսք գոյություն չունի, այնտեղ բազմաթիվ են քաղբանտարկյալները, մասնավորապես լրագրողները, ուրեմն փակվում են եւ բռնաճնշումների են ենթարկվում եւ զրկվում են բոլոր տեսակի արտոնություններից ու ֆինանսավորումներից տարատեսակ լրատվամիջոցներ, որոնք համարձակվում են հակաալիևյան խոսք հնչեցնել, դա կլինի Մեյդան TV-ին, դա կլինի Աբզաս մեդիան եւ այլն։ Բազմիցս ուրեմն մենք լսում ենք այդ մասին եւ Արիֆ Յունուսովը, որը բնակվում է ոչ Ադրբեջանում, պարբերաբար իր կազմակերպության կողմից ներկայացնում է նաեւ հաշվետվություն, թե տվյալ պահին Ադրբեջանում որքան քաղբանտարկյալ կա, նրանցից որքանն է ուրեմն լրատվամիջոցի ներկայացուցիչ եւ եթե ճիշտ եմ հիշում վերջին տվյալներով, նրանց թիվը անցնում էր 300-ը։ 292։ Ահա, մոտ էր ուրեմն։ Ես ուղղակի Արիֆի հետ վերջերս եմ զրուցել, ինքը այդ թիվը հնչեցրել է։ Վերադառնանք մեր արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի բյուջեում ռազմական եւ այլ ոլորտների 2024-26 թվականի հատկացումները համեմատվել են 23 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 26-ին ռազմական հատկացումները աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները ընդամենը 7.4%-ով։ Ում դեմ է պատրաստվում պատերազմի Ադրբեջանը։ Ադրբեջանը պատրաստվում է մշտապես պատերազմի եւ ռազմական գործողությունների պատրաստությունները տեսնում է բացառապես Հայաստանի Հանրապետության դեմ եւ դա իրենք երբեք չեն թաքցրել ինչպես 2000-ականներին 2010-ականներին այնպես էլ հիմա ակնհայտորեն այդտեղ եւս շեշտվում է որ անգամ մյուս ոլորտներից կտրելով Ադրբեջանը ռազմական ծախսերը մեծացնում է, շատ հետաքրքիր սանդղակով ցույց է տրվում, թե որքան է ավելանում տարեցտարի այդ ծախսերը։ Մենք տեսանք նոյեմբերի 9-ին Բաքվում շքերթը, ինչպես իրենք են ասում, այդ հաղթական շքերթը, որտեղ ներկայացվեցին ժամանակակից զինտեխնիկան, որոնք հարձակողական բնույթ էին կրում, զուգահեռաբար իրենք մեղադրում են Հայաստանի Հանրապետությանը զինվելու մեջ, մեղադրում են, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում զենքեր, պնդում են, որ դա իրենց ուրեմն արտաքին քաղաքական, իրենց արտաքին քաղաքականությանը եւ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններին խաղաղության գործընթացին առհասարակ վնաս է հասցնում եւ ստիպում են Հայաստանին լինել բացառապես պաշտպանվող երկիր զուգահեռաբար ավելացնելով ռազմական ծախսերը, բերելով ժամանակակից տեխնիկան, անգամ եթե ես ճիշտ եմ հիշում, իրենք ունեին այնպիսի զենքեր, որոնք կարող էին անգամ բավականին հեռվից թիրախային կերպով ուրեմն վնաս հասցնել, ինչպես իրենք էին նշում որոշ փորձագետներ, հենց Հայաստանի Հանրապետության կոնկրետ օբյեկտներին, որոնց մասին իրենք բազմիցս խոսում են։ Մենք էլ ունենք այդպիսի զենքեր։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք, մնում է չունենանք պատճառ դրանք կիրառելու։ Տեսեք, իրականում Ադրբեջանը ես բան չունեմ ասելու, հա, Հայաստանը շարունակում է որպես թշնամական պետություն անկալվել այդ երկրում, բայց լուրջ խնդիրներ կան եւ Ռուսաստանի հետ հարևան, եւ Իրանի հետ, եւ տպավորություն է ստեղծվում, երբ որ օրինակ դիտում ես այդ փորձում ես վերլուծել այդ նոմենկլատորան զենքերը, օրինակ ռազմանավերի մասով, հա։ Հայաստանի դեմ չի, չէ, այդ ամեն ինչը գնվում Կասպիան ավազանում։ Կարծես թե իրենք նաև լուրջ խնդիրներ կարող են ունենալ նաև հյուսիսային եւ հարավային հարևանի հետ։ Ադրբեջանը ինչպեսի տրամադրություններ են, դուք օրինակ երբ որ հետևում եք, ինչ եք տեսնում այս ուղղությամբ։ Միանշանակ իրենք պատրաստվում են բոլոր ֆրոնտներում իրենց ապահով միջավայրը ստեղծել, բայց ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանին, վերջին շրջանում դուք էլ վստահաբար ֆիքսած կլինեք, որ իրենք որոշակիորեն թույլատրել են այն ագրեսիվ խոսույթը Ռուսաստանի մասով, որը կար ուրեմն ամռանը, Իրանի մասով եւս մենք գիտենք, որ հունիսին իրենք շատ ավելի ագրեսիվ կերպով էին հրահրում այնտեղի ադրբեջանցիներին գնալ եւ պահանջել, որպեսզի այդ հատվածը լինի Ադրբեջան, որտեղ իրենք ապրում են, Իրանի հյուսիսային հատվածի մասին է խոսքը, այս անգամ նրանք սահմանափակվեցին մի քանի ուրեմն ուղղորդիչ հայտարարությամբ եւ շատ կոնկրետ գրգռող հայտարարություններ չարեցին։
Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է այս պահին տարածաշրջանում լինել այդ խաղաղասեր ֆիգուրը եւ հենց այդ կերպ ընկալվել Արևմուտքի եւ ուրեմն մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում, նրա կողմից պետք է Ադրբեջանը ընկալվի որպես տարածաշրջանային մակարդակով այդ խաղաղություն հաստատող եւ խաղաղությանը գնացող ֆիգուրը։ Որքանով է դա իրական եւ որքանով է ազնիվ Ալիևի ուրեմն նկարտումները բարդ է ասել, բայց այս պահին քայլերը Ալիևի հուշում են, որ որևէ կետում նա շատ ագրեսիվ խոսույթի չի գնում, որևէ կետում ուրեմն ագրեսիվ գործողություններ չի անում, միայն նրա համար, որպեսզի հարաբերական կայուն պահի իրավիճակը արտաքին աշխարհի կողմից որպես այդ խաղաղասեր եւ խաղաղամետ գործիչը ընկալվելու եւ երկիրը ընկալվելու համար։ Հարավային Ադրբեջանի մասին ամեն անգամ հիշատակումներ լսելիս ես ունենք հիմնականում տեսնում եմ, որ դա արվում է ավելի շատ, ոչ թե ավելի շատ հիմնականում արվում է ադրբեջանական ընդդիմության կողմից, այսինքն այն ադրբեջանական ընդդիմության մնացորդները, որոնք դենք ազատության մեջ են կամ երկրում են, այդպիսիք էլ կան, իրենք են հիմնականում շեշտ է դնում, որ հարավային Ադրբեջանը պետք է ինչ-որ էքսպանսիոնիստական մաղումներ ունեն, իշխանությունը շատ ավելի զգուշ է, եւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կոնկրետ Ալիևը մի բան էլ վախենում է այդ հեռանկարից, որ կարող է գալ մի օր, երբ որ Իրանը իրոք քայքայվի, իսկ դա չի կարելի բացառել, եւ այդ ադրբեջանցիները կարող են ուղղակի օգտագործվել, չէ՞, 20 միլիոնա, 30 միլիոնա, ոչ մեկ չգիտի դրանց հստակ թիվը, օգտագործվել հենց Ադրբեջանի դեմ, Ալիևեն Ադրբեջանի դեմ եւ ինչու ոչ իշխանություն ձևավորեն, որովհետեւ իրենք ավելի շատ են, իրենք ավելի մեծ են, ավելի ուժեղ են, մեծամասնություն են։ Դուք ձեր կարծիքը այս ուղղությամբ, հա, դուք ինչպես եք կարծում։ Ալիևյան իշխանությունը ռիսկերը գնահատում է, հետևաբար իր անմիջական հայտարարությունները այս թեմայով բավականին զուսպ են, բայց գիտենք, որ Ադրբեջանում կան այդ այսպես կոչված գրպանային ընդդիմադիրները, որոնք առաջ են մղում հենց իշխանության գաղափարախոսությունը, բայց որոշակի այլ ուրեմն փաթեթավորմամբ եւ իրենց շուրթերից բարբերաբար հնչում են այդ կոչերը հարմար ժամանակահատվածում այդ ուրեմն հարավային ադրբեջանցիներին, որ իրենք պետք է պահանջեն իրենց լեգիտիմ կարգավիճակ շնորհել, պետք է գնան եւ ուրեմն իրանական իշխանություններին հիշեցնել իրենց մասին բարբերաբար, որ դա արվում է կոնկրետ թիրախային ժամանակամիջոցում, երբ որ Իրանը գտնվում է թույլ կարգավիճակում, դա եղավ հունիսին եւ եղավ վերջերս, մյուս ժամանակաշրջաններում մենք դժվար թե լսենք նման ուրեմն խոսույթ Ադրբեջանից, լինում է կոնկրետ թիրախային ժամանակաշրջանում եւ պարզապես իրենց մասին հիշեցնելու ինչ որ միջոց է այդ ուրեմն իրավիճակում, որքանով ունի հերանեկար մոտալուտ ապագայում բարդ է ասել, բայց կարծում եմ, որ եւ իրական ընդդիմություն է այնտեղի, որոնք դեռ Բաքվում կան, եւ նաեւ այդ գրպանային ընդդիմություն ասվածը, եւ ինչու ոչ հենց պետական իշխանությունները ունեն հերանեկարում այդ ադրբեջանցիներին օգտագործելու Իրանի դեմ որոշակի գործողություններում։ Ձեր գործընկերներից մեկը նշում է, որ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երկու, ցիտում եմ ես հիմա, կանիստր բենզին եւ ընդհանրապես դա մեծ հաշվով ոչ մի բան է, ինչ որ քայլ է ձևական, որի հիմքում չկա լուրջ նպատակներ, չկա ցանկություն եւ չկա հետեւապես հերանեկար տնտեսական զարգացման, հարաբերությունների զարգացման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հիմա Հայաստանում այս պահին գազի ճգնաժամը, հեղուկ գազի գները բարձրացել են 2 անգամ, կա լուրջ պակաս, դեֆիցիտ կա, եւ ըստ էկոնոմիկայի նախարարության Ադրբեջանի հետ բանակցություններ են գնում, որպեսզի ադրբեջանական տարածքով երկաթուղիով ռուսական հեղուկ գազը գա Հայաստան, ինչը մեզ համար մեծ հաշվով ռազմավարական խնդիր է։ Եթե Ադրբեջանը համաձայնվեց եւ եթե մենք ստանանք հնարավորություն մշտապես, այսինքն սա ռեգուլյար հիմունքներով արվելու Ադրբեջանի տարածքով ստանալ այդպիսի կարևոր 5 միլիոն լիտր, եթե չեմ սխալվում, տարեկան սպառումն է Հայաստանում, ստանալ այդպիսի հնարավորություն։ Մենք կարող ենք խոսել այն մասին, որ Ադրբեջանում իրոք ցանկություն ունեն եւ իրոք ուզում են գնան Հայաստանի հետ խաղաղության, որտեղ սա արդեն երկու կանիստր չի։ Տնտեսական համագործակցությունը որևէ պարագայում վատ չէ, եթե դա չի լինում քաղաքական սակարկման գործիք։ Ընդհանուր սովորական հիմունքներով տրանզիտով ուղարկեն։ Եթե դա լինի պարզապես տրանզիտով ուղարկել եւ Հայաստանն էլ ինչպես նույն էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ կարող է ալյումին արտահանել, կարող է ինչ-որ կենթանիներ եւ ուրեմն բանջարեղեն արտահանել, այդ առևտրային մթնոլորտը
վատ չէ, եթե դա չի հատում քաղաքական սակարկումների շեմը։ Եթե Ադրբեջանը այստեղ, ինչպես դուք եք ասում, իմ գործընկերեցի տելը 2 կանեստր բենզին է ուղարկում, կամ կարող է Ռուսաստանից հաջորդիվ այդ հեղուկ գազը ուղարկել, ռեգուլյար դա անել եւ փոխարենը չպահանջել հայկական կողմից տարատեսակ զիջումներ կամ տարատեսակ քայլեր քաղաքական հարթակում, կարող ենք ասել, որ այդ մասով Ադրբեջանը գուցե ունի որոշակի ազնիվ նկրտումներ։ Նաև այն հանգամանքը հաշվի առնելով, որ հասարակություններին նախ պետք է այդ սոցիալական եւ այդ ավելի մանրամասն, ավելի նեղ մակարդակում առևտրային հարաբերություններին սովորացնել, հասարակություններին հիշեցնել, որ իրենք նախքան Խորհրդային Միության փլուզումը ապրում էին հենց այդ պայմաններում, իրար հետ առևտուր էին անում, սահմանները բաց էին, գնում գալիս էին, հասարակություններին դրան պետք է հարմարեցնել եւ կարծում եմ, որ Ադրբեջանի նպատակն էլ դա է, պարբերաբար այդ փոխանցումները, այդ տեղափոխությունները իր տարածքով անելուն, համաձայնելուն, նաեւ դրան է գնում, բայց թե որքանով է դա ազնիվ եւ որքանով չի հատի այդ քաղաքական սակարկումների շրջանը շեմը, բարդ է ասել, եթե դա լինի ազնիվ նկրտումներով, եթե դա լինի պարզապես տնտեսական համագործակցություն առանց այլ պահանջների, չլինի մեկ, ուրեմն 2 կանեստր բենզինը որոշակի քաղաքական, ուրեմն քայլերի համար, ապա կարող ենք ասել, որ այնտեղ եւս տրամադրված են դրան։ Բայց այս պահին մենք չգիտենք ինչ է պահանջում Ադրբեջանը այդ քայլերի դիմաց, մենք տեսանելի չունենք դա, մենք գիտենք, որ վերջին ուրեմն շրջանում մի քանի օր առաջ ընդամենը Ադրբեջանից եկան 4 հայ ռազմագերիները քաղաքացիական անձինք եւ մենք ուրեմն Սիրիային փոխանցեցինք վարձկաններին, որոնք Ադրբեջանից էին եկել։ Այդքանն է հայտնի, մնացած թե ինչ սակարկումներ կան, ինչ քննարկումներ կան, ինչ բանակցություններ կան եւ ինչ կա այդ ուրեմն տնտեսական համագործակցության տակ, երբ որ լինի ավելի մանրամասն տեղեկատվություն, գուցե կարողանանք ասել։ Սպասենք այդ տեղեկատվությանը, շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Դիանա Կարապետյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Ֆաստբանկի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Դալմա եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fastbank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
մեր եթերը շարունակվում է։ Այսուհետ Հայաստանի Հանրապետության 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Այս նախագիծը առաջին ընթերցման բաժնում այսօր ընդունվեց։ Կողմ են քվեարկել իշխանական падգամավորները եւ ինչը շատ հետաքրքիր է նաեւ Հայաստան խմբակցության падգամավորները եւ սա կարծես թե հերթական անգամ հերթական դրսևորումն է, երբ որ կա լուրջ խնդիր բարոյականության եւ պրակտիկ հարթության միջև այդ երկու հարթություններում, երբ որ կան տարբեր կարծիքներ եւ շատ դեպքերում այդ կարծիքները հակադարձում են իրար։ Թեմայի շուրջ եւ նաեւ այլ թեմաների շուրջ ոլորտային մենք այսօր զրուցելու ենք ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Ձեզ համար այս խնդիրը շատ ավելի բարոյական հարթություն է մերիդվում, թե պրակտիկ։ Պետք է ընդունել այս օրենքը, թե ոչ։ Կարծում եմ այո։ Դրա վկայությունն է հենց այն, որ անդիմադիր ֆրակցիաներից մեկը կողմ է քվեարկել։ Բարոյականություն, նույնիսկ ինչ որտեղ անբարոյական է, էլի, ոնց որ ասած հարուստը, ոնց որ ասած չի ծառայում։ Բայց դրան այդ հարցը լուծել է պետք։ Չէ, դե խոսքը գնում է բացառապես այն մարդկանց մասին, որոնք փախած են։ 1200 հոգի փախած են։ Այդ հարցը լուծել է պետք։ Ավելի ցավոտ հատված կա այդ 1200 հոգու մեջ։ Կան մարդիկ, ովքեր որ գնացել են դուրս պետության կամ ասենք տարբեր ֆոնդերի գումարներով սովորել են լավ ուսումնական հաստատություններում ու իրանք են, ասենք, փախած, որտեղ չեն վերադարձել, զինծառայություն չեն անցել։ Ու դա լուրջ կադրեր են։ Այդ չեմ ասում են մնացած 1200-ի, ասենք, մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը, որ կապ չունի դրսում ուսում ստանալու հետ, իրանք էլ որոշակի, ասենք, այս տարիները նենց չէ, որ իրանց համար կորած տարիները եղել բոլորի համար։ Գոնե մի երկու հոգի ես գիտեմ, որ իրականում կորած տարիներ են, անձամբ իրանց չեմ ճանաչում, իրանց ծնողներին եմ ճանաչում, բայց համոզված եմ, որ կան մարդիկ, որ ինչ-որ բաների են հասել եւ նման ռեսուրսից հրաժարվել զուտ ընդրապատճառով, որ իրանց ծնողները մի քիչ ցրան վերգո են եղել, հենց պայմանական կամ առանց պայմանականի, դա այնքան է ճիշտ չի։ Վերջապես այդ հարցը լուծել են իրանց ծնողները, որովհետև այդ փախցնելը 18 տարեկանին փախնելը ինքը իրանով արդեն բարդ բան է։ Բացի այդ հասակակիցների մեջ հաստատվել կա, բան կա, հաստատ ծնողների արածն է, ուղղակի իրանք արդեն իներցիայով մտնելով այդ ալիքի մեջ շարունակել են այդ գործը։ Այդ հարցը լուծել է պետք։ Բան հրաժարվել ինչ որ ռեսուրսներից ազգային մեծ անհեթեթություն է, կարանք նույնիսկ անպատվենք այդ մարդկանց, որ հրաժարվում է ազգի ինչ-որ հատվածից։ Օրինակ մենք հեշտությամբ հրաժարվեցինք մեր ազգի երևի 70%-ից Սփյուռքի նախարարությունը վերածելով հանձնակատարի, դա 70%-ը ազգից հրաժարվել է նշանակում։ Մենք հեշտությամբ հրաժարվում ենք, փառքասու ինչ-որ մի հատ անցք ենք թողել կանանց հատվածից անվտանգության հարցում, շատ հեշտությամբ, 50%-ը մեր մոտ քաղաքացի չի։ Այդ նոր հիմա ասենց ինչ-որ լայզեիկա է, փոքր անցքա, որ իրանք էլ ասենք քաղաքացի ռեալ դառնան։ Ռուսաստանի քաղաքացի են։ Դե նայեք, հիմնականում ես կանանց հետ եմ, կանայք, ասենք, նույն ձևով զրկված են, չէ՞, զինվորական ծառայության մասնակցելու, փաստացի քաղաքացի իրական լինելու իրավունքից։ Հիմա նոր մի հատ անցք է բացվել։ Փոփոխություններ կան, չէ՞։ Դա եմ ասում, անցք է բացվել, որը մի քիչ անհեթեթ անուն է դրած, բանա կամավոր պարտադիր։ Անհեթեթ անուն է, էլի պիարշիկին որ էտի հորինել է, կարելի է ասենք երկու դնել, ասենք հայերենից։ Երևի ավելի վատ հայերեն տիրապետում, քան ես ռուսական դպրոցում սովորած ես։ Ուրեմն մենք հեշտությամբ հրաժարվում ենք մասնատելով հասարակությունը սև ու սպիտակների, ինչ որ տոկոսից, 10%-ը, 50-ը, 70-ը, չգիտեմ։ Ես հիշում եմ սրանից մի քանի տարի առաջ են
Ռուսաստանում երբ որ օպոզիցիան բաներ անում, Պուտինի դեմ ցույցեր էր անում, մի անհեթեթ լավ ասեց մենք դելֆիններն ենք, մնացած անչոուսներն են։ Անչոուսը համով բան է, էլի ասում։ Դելֆինների սնունդ։ Նույն ձևով սև սպիտակն է։ Նույն ձևով ասենք եկեղեցու շուրջ ասենք այսպես բան ստեղծելը։ Ոնց կարելի է ռեգիոնը երում է, մի քանի հատ օջախ կա արժվող այս պահին մեր ռեգիոնում, մեզանից մի քանի 100 կիլոմետրի վրա ասենք ռմբակոծություններ ա եղել ընդամենը կես տարի առաջ, մի 700-800 կիլոմետրի վրա քաղաքացիական պատերազմ ա այդում, Սիրիան նկատի ունեմ, պարբերաբար բելուջները ապստամբվում են մեր հարևան երկրի այն մյուս ծայրում, բայց դե ցանկացած պահին կարա նաև քրդերը Թուրքիայում եւ ասենք այդ Օջալանի զձելքեն ոնց որ ասած չաշխատեց այնքան էլ, որովհետեւ բանա գոնե այս խառնված Իրանի պատմությունը երբ որ եղավ, որոշ խմբավորումներ քրդական Թուրքիայից Իրաքյան Քրդստանի միջոցով փորձել էին ներթափանցեին Իրանի Հանրապետություն։ Ու այդ վիճակում մենք հեշտությամբ հրաժարվում ենք մեր որոշ հատվածներից, ոնց որ սրանից մի քանի ամիս առաջ ասեց ամենաբարձր Հայաստանի պաշտոնյան, որ բանա այս գործը շատ լավ են արել, բայց իրանք կիսում են մեր հետ, ասենք, բանա մեր ստրատեգիական դիտումները։ Չեն կիսում տակտիկական մակարդակի վրա։ Եկեղեցու մասնա խոսքը։ Չէ, ես նկատի ունեմ, ասենք, երբ որ մի կոնֆերանսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը որտեղ ներկա էին Ֆինլանդիայի, Շվեդիայի, Եվրոսայուզի, ՆԱՏՕ-ի ինչ-որ ներկայացուցիչներ, Ամերիկայից ներկայացուցիչ, որը ՊՆ-ում անցնում եւ այլն, այնտեղ ասեց, որ 23 թվականին հոյակապ 25-օրյա հավաքներ անցկացրեց մի կազմակերպություն, բայց իրանք մեր հետ արդյոք կիսում են ստրատեգիական ուղղությունը, մենք իրանցից հրաժարվում ենք։ Հասկանալի է։ Ավարտենք բան անենք, էլի առաջին մասը ավարտենք, այսինքն ես ճիշտ եմ դες հասկանում, որ ընդունված օրենքը ճիշտ օրենք է, համամիտ եք։ Կարող է ուրիշ լուծումներ էլ կա, բայց որ ինքը լուծում տալի ինչ-որ հարցի, արդեն միանշանակ ընդունում եմ։ Կարող ավելի լավ լուծումներ կա։ Ուղղակի ես դրա վրա այդքան խորը չեմ խորացել, ասենք, որ հասկանամ 4 միլիոն դրամով դա արվի, թե ասենք 1 միլիոն դրամին համապատասխան հասարակական աշխատանք ծերանոցում, չգիտեմ։ Անհրաժեշտ խնդրի լուծում պարունակում է։ Խնդրի լուծում, հա, որը որ գլոբալ չի, ասենք, բայց մեր ազգի համար բավականին լուրջ լուծում է, էլի։ Կապված եկեղեցու հետ, պարոն Վարդանov, դուք խոսեցիք այս թեմայով, ես դրա համար պետք է անդրադառնամ։ Տեսեք, արդյոք այստեղ չի կարող հարց լինել, ես կարծում եմ, որ այս բոլոր պայմաններում, որոնց մասին դուք ասում եք, Իրան, քուրդ, քրդեր, Ադրբեջան, մի խոսքով շատ անհանգիստ տարածաշրջանում ենք ապրել, ապրում եւ շարունակելու ենք ապրել։ Արդյոք այս պայմաններում անհրաժեշտություն չի պետությունը, պետականությունը ուժեղացնել եւ հզորացնել։ Իսկ ով ասում, որ պետությունը թողացել է։ Հիմա ըստ կառավարության, ըստ ազգային անվտանգության ծառայության եկեղեցին սպասարկում է օտարների շահերը, կոնկրետ, ես կարող եմ սա ուղիղ ասել, Ռուսաստանի շահերը եւ կատարում է Հայաստանում 5-րդ շարասյան դերակատարում։ Սա պետության ղեկավարությունն է ասում։ Արդյոք այս պայմաններում եկեղեցու վերնախավի չեզոքացումը, քաղաքական չեզոքացումը չի բխում Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից։ Ես ուզում եմ հասկանալ, այո թե ոչ։ Գիտեք ոնց, ես քանի որ հատուկ ծառայությունների հետ կապված մի քիչ ավելի շատ քիպ կապ եմ ունեցել, քան շատ-շատերը պատկերացնում են։ Ասեմ ձեզ sense մի բան, էլի։ Իսկ կանապացույցներ։ Ես չգիտեմ։ Ապացույց, որ 86-8 թվականին կաթողիկոսի եղբայրը ազգային անվտանգության հետ համագործակցել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ԿԳԲ-ի, որտեղ հայրեն էր, չէ՞, թուղթը լրացած, որը որ հեռուստացույցով ցույց տվեցին։ Դա ոչ մի բանի մասին չի ասում։ Ինձ իրականում դա այդքան հետաքրքիր չի, պարոն Վարդանov, ինձ ավելի շատ հետաքրքիր է այն մասը, որտեղ պնդվում է գրավոր ԱԱԾ-ի կողմից, որ ինքը հիմա էլ է համագործակցում։ Իսկ դա կա։ Ապացույցներ ես չեմ տեսել, բայց ուրիշ մի հատ հարց տամ, եկեղեցին դա նաև Արամ կաթողիկոսն է, ինքը համագործակցում է ՖՍԲ-ի հետ։
Չգիտեմ։ Իր կշիռը երևի մի փոքր է զիջում ամենայն հայոց կաթողիկոսին։ Ինքը համագործակցում բացառվում Արամ կաթողիկոսը, արևմուտք Անտիլիասի, ասենք Անտիլիասում նստող գահակալողը ինքը չի կարող ուղղակի Ռուսաստան։ Պարոն Վարդանով կներեք, բայց դաշնակցությունն էլ է հիմնականում արևմուտքում որպես կուսակցություն։ Իսկ ով ասում, որ այնտեղ նստած դաշնակցությունը լինելով այդ հայտարարած սպասարկողը ռուսական շահերի միանգամից չէր ձերբակալվի այդ երկրներում։ Խնդիր ունեն, ասենք այնտեղ իրենց այդ մասին են խոսում, իրենք են անդադ պրոռուսական հայտարարություններ։ Եվ դա ասում են մեր Սփյուռքում ապրող բարեկամները իդեպ, ես չեմ ասում դա։ Դա պրոպագանդա է, որը որ հիմնավորված լիներ, գոնե մի փոքր վաղուց ձերբակալված կլինեին, նստած կլինեին եւ այլն։ Լավ, անցնենք առաջ։ Կարճ ասած, դա արդեն մի քիչ իրավաբանական կրթությունն է խոսում։ Առանց ապացույցի, դուք վստահ չեք։ Ես համոզված եմ, որ առանց ապացույցի նման բան հայտարարել իրավունք ունեն ինչ որ թեկուս պետության կողմից պատժժկա ստացող, ասենք ուժեր, բայց պետության պաշտոնյաները դրա իրավունքը չունեն, էլի։ Որովհետև մենք ուզում ենք օրինաց երկիր չէ կառուցենք, որ բարգավաճ Հայաստան դառնա։ Բայց լավ։ Որ բարգավաճ Հայաստան դառնա, էլի։ Հայաստանի արտաքին հետախուզությունը այսօր հրապարակել է 26 թվականի տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում 26-ին եւ հիմնական պատճառը, հիմնական հիմքը դա Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Համամիտ եք թե ոչ։ Ես կարծում եմ մեր հետախուզական ծառայությունը, որը որ նորաստեղծ է, որքանով տեղեկացված եմ կադրերում էլ է նորաստեղծ, ինքը դեռ շատ տասնյակ տարիներ պիտի ծառայի, որ մենք 90% իրան վստահենք։ 100% ոչ մեկին չի կարելի վստահել։ Բայց 90% դեռ մի քանի տասնյակ տարի պիտի անցնի, իրանք փորձ ձեռք բերեն, դառնան համակարգ, որտեղ մի հոգու սխալվելը կործանարար չի լինի, ասենք սխալ որոշումներ ընդունելու։ Հիմա հլը որոշ անալիտիկներ կարող է ավելի լավ անալիզ անեն իրավիճակը, քան այդ նորաստեղծ վարչությունը։ Կարճ ասած, իրենք դեռ երիտասարդ են, էլի։ Միգուցե ճիշտ է, բայց ավելի շատ ես հակված եմ ուրիշ բանի։ Թուրքերը ավելի լուրջ վտանգներ ունեն, մերձկասպյան թուրքերը, որը իրանց գլխի վերևը պտտվում է կացինի տեսքով, ու այդ վտանգները Ռուսաստանի Դաշնությունն են եւ Իրանը, որոնք ցանկացած լուրջ առիթի դեպքում հնարավոր է գրոհեն Բաքվի Հանրապետությունը թեկուզ ջախջախելու նպատակով իրենց զինված ուժերը առանց տարածքային, ասենք, ձեռքբերումների։ Ես էլ այդ կարծիքին եմ ու կարամ որոշակի հիմնավորում անեմ։ Վաշինգտոնյան բանը զսպում է Բաքվի Հանրապետությանը, որից կախված է Եվրոպան այս պահին, հիշում ենք, չէ, ասենք բլոկադայի տարիներին ֆոն դեր Լայնը հայտարարում էր հուսալի ընտիր պրեզիդենտ եւ այլն, այն մարդուն, ով որ ասենք այդ ժամանակ իրան ցուցադրում էր միջնադարյան, ասենք Լենք Թեմուրի շապիկը հագնելու փորձի ժամանակ, էլի ասենք։ Չի կարում կանգնացնել, ասենք, կոնֆլիկտը արդեն երրորդ անգամ է կանգնացնում Կամպուչիայի, ասենք, եւ Կամբոջայի ժամանակակից ասածը եւ Թայլանդի միջև։ Այնքան էլ է տես չէ, էլի ասենք։ Ազդեցությունը մեծ է, աշխարհի հեգեմոնը, այո, բայց աշխարհի տեր տիրակալը չի, էլի, ինքը հեգեմոն է ընդհանրապես։ Ինքը կարող է ասի եւ իր խոսքը հաստատ լսում են, բայց ենթարկվում են։ Մեծ հարցական։ Շատ մեծ հարցական է, որ հիմնականը դա լինի։ Ես կարծում եմ, ասենք, հիմա մենք պատուհան ենք ստացել այդ խաղաղ բառը այնքան է ճիշտ չէ, էլի, կապ չունի, որ սահմանի վրա չեն կրակում, կան օկուպացված պայմանագիր ստորագրելուց հետո թուրքերի կողմից օկուպացված տարածքներ Հայաստանի եւ այնքան էլ, ասենք, խաղաղություն չի, էլի, ինքը խաղաղություն չի ընդհանրապես, դա ինչ որտեղ զինադադար է։ Այդ մեր զինադադարը մեզ հնարավորություն է տվել, եթե ամբողջությամբ Արցախի պակասը, որը կա ու մենք զգում ենք մեր մաշկով, այդ վահանը մեր մեջքի վրայի բացակայում է, այդ պակասը մասամբ մեղմենք, որի համար մի քիչ ավելի երկար ժամանակ է պետք, քան մեզ թվում է։
որովհետև այն տեմպերը զարգացման զինված ուժերի, որ մենք տենում ենք, նայեք, զինված ուժերը որոշակի ռեֆորմաներ անում են միանշանակ, իսկ խորքային են միանշանակ ոչ։ Խորքային փոփոխություններ չկա մեր անվտանգության ընդհանուր կոնցեպտի մեջ։ Դեռևս այդ սովետական բանն է, մեքենան աշխատում, մեջը բան են հաշվի առնելով, ասենք, սպառողական դարաշրջանը, որը իդեպ ցաղ աշխարհում գնացել է մեր մոտ նոր ագալի, ասենք որոշ մարդկանց կարծիքով բարձր աշխատավարձներով, բաներով, ասենք, մարդկանց մոտիվացնեն, որ իրանք դա այնքան էլ այդպես չի աշխատում, էլի բանակը կարդինալ փոփոխություն պիտի, ասենք, տեսնի իր շարքերում ու այդ օպերացիան, այդ մարմնի վրա չպետք է բանակը անի։ Ոչ մի կենթանի օրգանիզմ ի վիճակի չի ինքը իր վրա օպերացիա անի։ Դա պիտի անեն, ասենք, կողքից հասարակությունը պիտի անի, հասարակությունը պիտի մի քիչ ավելի լավ ինֆորմացված լինի, իսկ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի մեջ մասնագիտացված Երևակայի միակ այդպես լուրջ պոտենցիալ ոնց որ արմիավորումն է, որի մեջ մտածեն բազմաթիվ ռազմահայրենասիրական ռազմական անալիտիկայով զբաղվող կառույցներ դիմել էր այդ հասարակական խորհրդի մեջ մտնելու համար, իրանք ասացին, որ բանա երիտասարդ կառույց եք, մի քանի տարվա, 3 տարվա կառույց եք, դրա համար ձեզ չենք ընդգրկում։ Այն դեպքում, որ այնտեղ ասենք երևի 1 տարվա կառույցներ էլ կա։ Ուղղակի շեֆ ջան ասելը, ասենք, ավելի պրիատնի է լսվում, էլի։ Ես հիշում եմ, երբ որ Սեյրան Օհանյանի նախարար լինելու ժամանակ ինձ հրավիրեցին, շփոթվեցին, հրավիրեցին հասարակական, ասենք, այդ խորհրդի բանը նիստին, մեծ դալիճ էր, երևի 300 հոգի մարդ էին ասում, ու ինչ դիֆերանտներ էր այդում պաշտպանության նախարար նկատմամբ համոզված են, որ նման ձևով կոմպլեկտացված, ասենք, հասարակական խորհուրդը նույն բանն անելու։ Դիֆերանտներ Ալեքսանդր Մակեդոնսկի, Յուլիոս Կեսար, երիտասարդ տարիները չէին հասում, որ մշտական հաղթանակներ եւ այլն։ Ես հելա ուղղակի երկու հատ անհամ հարց տվեցի, ասի սահմանում խաղաղ բնակչության զինումը ինչի տեղի չի ունենում, ասենք, մեկ էլ ասեցի ինչքանով է խելամիտ փագել ազգային բանը լուրջ զորքերից մեկը ազգային անվտանգության սպեցնազը։ Ես վստահ եմ, որ դες չեք պատասխանել։ Քարկապան կա։ Պարոն Վարդանով, կարծես թե նաև հետախուզության արտաքին հետախուզության ծառայությունը նաև այսպիսի տվյալներ է հրապարակել իր զեկույցում, ես հիմա փորձում եմ շարունակել ձեր միտքը, ըստ ծառայության Ադրբեջանի բյուջեում ռազմական եւ այլ ոլորտների 24-26 թվականի հատկացումները համեմատվել են 23 թվականի նույն հատկացումների հետ, արդյունքում 26-ի ռազմական հատկացումները աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները ընդամենը 7.4%-ով։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը իրոք պատրաստվում է դիմակայության, առնվազն դիմակայության ոչ միայն Հայաստանի, այլ ձեր ասած Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Այո, ես էլ եմ կարծում, որ իրանց գործիքակազմը, որ իրանք շատացնում են, ասենք, նոր տեսականիներ են զենքերի ձեռքբերում եւ հները ավելի արդիականացնելով եւ այլն, հսկայական գումար է իրանց մոտ ծախսվում ռազմական այդ սպառազինության բանի վրա, համեմատ նույնիսկ ասենք իրենց բյուջեին, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը։ Դա Հայաստանի դեմ կլիներ, հայերեն ոնց կլինի, չրիզմերնի օսիլի, էլի։ Չափազանցված, ասենք, բան էներգիա, որ այդքան պետք չէր լինի, ասենք, մեր դեմ։ Գիտեք ինչ, ես ոչ թե նկատի ունեմ, որ մեզ ավելի քիչ ուժով կհաղթեն, տես չի, լեռնային տարածքներում ու ոչ միայն լեռնային, հենա նայեք ռուսական Ուկրաինայի, ասենք, բախումների տեղը, միշտ ռելիեֆը թելադրում է քանի ուղությունից, քանի հատվածից կարաս խփես ու կապ չունի այդտեղ։ Դա մենք դա 44 օրվա ժամանակ էլ տեսանք, չէ՞։ Այո, մենք հարավում ճեղքում եղավ, բայց հյուսիսում ոչ։ Կենտրոնում հյուսիսում էլ ճեղքում եղավ, միջև սարեր եկան։ Սարերին հանդիպեցին, կանգնան։ Մեջտեղը չկարողացան ճեղքեն, բայց հարավում ճեղքեցին։ То есть մի քանի ուղղություն կա, օրինակ բանա հայ-թուրքական սահմանի վրա 9 տեղ կա։ Բաքվի հանրապետության եւ ասենք հայկական սահմանի վրա տեղերը մի քիչ ավել են ճեղքելու համար, ասենք մոտ 14։ Եվ այդ 14-ի վրա Ախաջավանն եք հաշվում։ Այո, իհարկե։
Այդ 14 ուղղությունները, որ վեկալում ես, այդ 14 ուղղությունների վրա շատ կոնկրետ մարդաքանակ կա, որ պիտի ասենք ուժ օգտագործի։ Իրան փոխարինող, ասենք, պետք է լինի եւ հանգստացող պետք է լինի։ Հələ մի խմբականում մոտավորապես այդ ուժը դաշտումով կիրառումը 4 անգամ ավել ուժ է պետք, ասենց ասեմ։ Ու մի քիչ շատ է ստացվում Հայաստանի Հանրապետության հարցերը լուծելու համար։ Բայց այդ չի նշանակում, որ այն ինչ որ իրանք ձեռք են բերում, անհրաժեշտության դեպքում մեր դեմ չի օգտագործվի։ Դա չի նշանակում, որ դրա մի կտորը մենակ մեր դեմ չի օգտագործվի, եթե իրավիճակ ստեղծվի, ասենք, եւ Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը այդ երկու ռեալ իր այս համար սպառնալիքները ինչ որ ձևով նեյտրալիզացված լինեն։ Չի բացառվում, որ ինքը այդ ռեսուրսը մի հատվածը մեր վրա օգտագործի եւ մենք հասկանում եք, մի հատ սխալ բան կա, էլի, ոնց ասեմ, արևելյան ցանկացած մարզիկ, որը որ մարզիչ է դառնում, լուրջ փիլիսոփայական բաներ են սկսում, ասենք, բան անել։ Եվ երբ որ արդեն մարզիչ էլ չի, այլ ունի ենթակա, ոնց որ ասած մարզիչներ, ինքը գրանցի ֆույա, էլի, ասենց իրենք կամաց սկսում են փիլիսոփայել ու հաճախ շատ խելամիտ բաներ են ասում, բոլորը ասում են, որ ասեն կոնֆլիկտի մեջ հաղթում է, բանա ձեռք բերում է, չի հաղթում, պարտվածը։ Որտեվ պարտվածը սկսում է վերլուծել, մտածել, ինչ ա եղել, որ ես պարտվել եմ եւ իր վրա աշխատել։ Իսկ հաղթողը դափնիների, ասենք, բանը գահը սարքում է, մի հատ է գլխին է մի կտոր դնում, սկսում է, ասենք, քնել հաճույք ստանալ, ասենք, այդ դափնիների հետ ընդ օվացիաներ, ծափահարություններ, համով ուտելիք, հորիփերիներ 72 հատ։ Ուզում եմ ասեմ, բանա, մենք հիմա 20 թվականի բանը պարտությունը, այդ 44 օրյա մարտերի ընթացքում, մենք հետևություններ եթե արած լինենք, չէր լինի, ասենք, սև լիճը։ Չէր լինի Իշխանասարը, չէր լինի Վարդենիսի պլատոյի վրա, ասենք, Քարվաճառի ձորից բարձրանալը, չէր լինի Կապանի, բանա 21-22 թվականներին եւ չէր լինի, ասենք, Արցախը 23 թվականին։ Մենք հետևություններ չենք արել ոչ 44 օրյա մարտերից, ոչ 21 թվականի սեպտեմբերից, ոչ 21 թվականի նոյեմբերից, որտեղ մի քիչ հաջողություն ունեցանք, ոչ 22 թվականին։ Մենք հետևություններ չենք անում, մենք մեր համար ինչ որ խելամիտ իրականում լինում, ասենք, խելացի մտքեր ենք գեներացնում, ասած ինչ որ պլան ենք արել եւ արտաքին աշխարհին շատ լուրջ չենք հետևում ու այդ մեր պլանները առաջ ենք տանում։ Պիտի հաշվի առնես աշխարհը, պետք է հաշվի առնես քո հարևաններին։ Հիմա ինչքանով էր ճիշտ արդեն այն ժամանակ, երբ որ Իրանի Հանրապետությունը այդ ցուցարարների հարցը լուծել էր, հենց այդ ժամանակ կարելի ասել 90%-ով մարել էր, գրեթե ամենուր եք, էլի։ Այստեղ Իրանի դեսպանատան մոտ, ասենք, թույլ տալ, որ կոպիտ բաներ հնչեցնեն Իրանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ։ Կարելի է, չէ, միանգամից, ասենք, մի հատ թարգմանիչ կայացնել, ընդ կոպիտ բաներ, երբ որ լսվում էին, միանգամից մարդկանց, ասենք, զգուշացնեին կամ ձերբակալեին։ Այդ տիպի, ասենք, հայտարարություն, որը որ հնչեց Իրանի կողմից, դա լուրջ ազդակ է մեր համար։ Բայց մենք շատ թեթև ենք նայում, որտեղ մեր կառուցված sense ինչ որ աշխարհով ենք ապրում։ Մենք շատ թեթև նայեցինք դրան։ Ես կարծում եմ, որ պիտի ավելի լուրջ արձագանք լիներ, շատ ավելի լուրջ, հազարատ կներեսով։ Շնորհակալություն, պարոն Վարդանով։ Մեր հյուրն էր ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Քիչ անց մենք վերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։
2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում։ Այսօր մեր համակարգային ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ թրիպը իրավական Եվ նա նշելով, որ Հայաստանում այդ փաստաթուղթը ներկայացվում է որպես դե յուրե հաստատված, այսպես ասած խաղաղություն եւ թրիպ, որը որևէ կապ չունի ինքնիշխանության սահմանափակման հետ, նշել է, որ դա թյուր կարծիք է, ըստ այդ ընդդիմադրի, ես անունը հատուկ չեմ նշում, դա իրականում ոչ մի բան չի փոխելու, ուղղակի ծիծաղ է առաջացնում այդ ամենը եւ եթե մենք խոսենք պարզ, հիմա ես ցիտում եմ կոնկրետ այդ պարոնին, մենք Հայաստանի Հանրապետությունը այսօր ունենք 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք կարող ենք մասնաբաժին ունենալ, ասել է այդ ընդդիմադիրը։ Այս եւ այլ հարցերի շուրջ, կարևոր հարցերի շուրջ մենք այսօր խոսելու ենք քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զոլյան։ Բարև ձեզ։ Գիտեք, պարոն Զոլյան, ես համամիտ եմ այս ընդդիմադիրի հետ իրականում։ Սա կարող է պարադոքսալ թվալ, բայց մեծ հաշվով ինքը ճիշտ բան է ասում։ Մենք իրոք ունենք մոտավորապես 26% ինքնիշխանություն այդ գործարքի մասով, սա իրականություն է։ Ուղղակի ունենք շատ ավելի մեծ հեռանկարներ հետագայում։ Սա իհարկե ինքը չի ասել, սա ես եմ ասում, որ այդ 26%-ը հետագայում կարող է, իդեպ փաստաթղթով էլ է նշված, դառնալ ոչ միայն 49, այլ հետագայում շատ ավելի շատ։ Եթե նաև հաշվենք մուլտիպլիկատիվ էֆեկտը եւ այն իրողությունները, որը կա տարածաշրջանում։ Բայց այնուամենայնիվ հարցս այսպես ձևակերպեմ։ Եթե մենք չգնայինք այդ ճանապարհով, այդ 26-ի չհամաձայնվենք, իսկ ես գիտեմ, որ բավականին երկար բանակցություններ էին գնում այդ պատուհանը օգոստոսի 8-ից մինչև այսօր ինչով է հիմնականում պայմանավորված, այդ մասնաբաժին բաժնի մասով առևտուր էր գնում ԱՄՆ-ի եւ մեր միջև։ Եվ արդյունքը սա, եթե մենք չհամաձայնվենք 26-ի, ինչքան կարող ենք ստանալ։ Դե դուք սկսեցիք էսի սլովենացի փիլիսոփա հայտնի Սլավոյ Ժիժեք, որ միշտ այսպիսի բաներ է ասում, ասում է ես Ստալինի հետ համաձայն եմ կամ չգիտեմ Հիտլերը այնքան էլ վատ մարդ չէր եւ այլն, բայց հիմա կարելի է այդ շրջանը շարունակել, հա, ասենք ճիշտ է ասում, բայց նախ ուրեմն իրավական ուժի վերաբերյալ, իսկ 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչ իրավական ուժ ուներ, հա, ընդհանրապես Zoom-ով ընդունված հայտարարություն էր, բայց մեր քաղաքական չրատիֆիկացված, հետո որևէ ձևով, այսպես ասած, միջազգային հանրության կողմից պես գոնե ձևական ճանաչում չունեցող եւ այլն, բայց մեր համակարգային ընդդիմությունը պես աղոթում էր եւ երդվում էր այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի անունով, չէ՞, հետո երբ որ Վաշինգտոնում շատ ավելի մեծ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ ստորագրվեց, ասում էին ոնց կարելի է փոխարինել։ Հա, չնայած նա ոչ մի ուժ չուներ, սա մեկ։ Հերթական պարադոքսը է իրականության։ Երկրորդը, իսկ օրինակ Հարավ-Կովկասյան երկաթուղիները կամ չգիտեմ, այն մյուս ընկերությունները ռուսական, չգիտեմ, ասենք էներգետիկայի ոլորտում, Գազպրոմը եւ այլն, այդտեղ քանի տոկոս ունի Հայաստանը։ Հա, դե եւ ինչու։ Եվ այն ժամանակով էր իշխանության, երբ որ այդ ամեն ինչը ստորագրվում էր, հա, այդ ժամանակ էլ էր ներկա իշխանությունը, երբ որ Գազպրոմին տրվում էր 100%-ով ամեն ինչ։ Դա ինքնիշխանության համար էիք պայքարում, այն ժամանակ պայքար էիք։ Հա, սա մի կողմից, մյուս կողմից, ինչքան ես հասկանում եմ, այդ 26, 30 եւ այլն այդ տոկոսները սա բիզնես տրամաբանության մասին է խոսքը, հա, բայց իրավական տեսակետից, քաղաքական տեսակետից այս տարածքը մնում է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Դա հստակ նշվում է։ Սա է կարևորը, հա, հիմա բիզնեսի տեսակետից հիմա չգիտեմ, ասենք ամբողջ աշխարհում կան շատ տարբեր մոդելներ, հա, երբ որ մի ընկերություն գալիս է ներդրում անում եւ ցավոք սրտի մենք ապրում ենք, այսպես ասած, անարդար կապիտալիստական աշխարհում, երբ շատ հաճախ միջազգային կորպորացիաները գալիս են եւ այնպիսի պայմաններ են առաջարկում, որ իրանք ստանան շահույթի մեծ մասը։ Հիմա դժվար է պատկերացնել, որ այս աշխարհում մեզ համար, ասենք, այդպես 100%-ով շահույթը մեծ տրվեր, հա, առավելևս որ ինչքան հասկանան, այստեղ նաև ներդրումների տրամաբանությունն է, հա, այսինքն իրանք նաև այդ նույն համամասնությամբ ներդրում են անում։ Մենք կարող ենք նշել, որ ինքնիշխանության մասով 100% ունենք մենք ինքնիշխանություն սեփական տարածքի նկատմամբ։ Դե եթե այն ինչ որ հանրային հայտարարվում է ճիշտ է, իսկ ես կարծում եմ, որ դա ճիշտ է եւ պատճառ չունեմ չհավատալու եւ որևէ ապացույց չեմ տեսել, որ այդպես
այդպես չի։ Այո, մենք ունենք 100%-ով ինքնիշխանություն։ Միակ բանը, որ կարող են ասել, որ այդ մեր ինքնիշխանությունը ինչ-որ չափով սահմանափակվում է, այդ front office, back office այդ հասկացությունն է, որ այն մարդիկ, ովքեր անցնելու են այդ սահմանը, մասնավորապես ադրբեջանցիները, նրանք չեն առնչվելու հայ սահմանապահի հետ, հայկական, ասենք, համազգեստով, հա։ Դե հիմա պարզ է, հասկանացած փողզիջման մեջ այդ զիջման պարագան կա։ Հիմա մենք չենք կարող 100%-ով մեր դիրքորոշմանը համապատասխանող փաստաթուղթ ունենալ, հա, ինչ որ մի հարցում պետք է ընդառաջ գնանք, բայց սա շատ փոքր հարց է, ես կարծում եմ, որտեղ էլի ըստ էության բոլոր որոշումները կայացնելու են Հայաստանի Ես Հանրապետության կարծեմ ավելի շատ զգացմունքային Սա, այսինքն սա դիզայնի բան է, հա, ասենք ի վերջո հիմա Երևանում էլ շատ աշխատանքներ կա, որ ասենք Հնդկաստանի քաղաքացիներն են կատարում կամ Ռուսաստանի քաղաքացիները կամ այլ միգրանտներ, հա, եւ ոչ ոք չի ասում ոնց, ասենք ես ուզում եմ իմ ուտելիքը հայ բերի ինձ։ Ոչինչ, ասենք Հնդկաստանի քաղաքացին է մարդկանց ուտելիքը բերում, բայց այդ ամեն ինչը հայկական ընկերության համար են այս մարդիկ աշխատում։ Հիմա այստեղ կլինի ամերիկյան ընկերություն եւ այդ ամերիկյան ընկերության աշխատակիցը, ով ազգությամբ կլինի, չգիտեմ, ինչ-որ, ասենք բրազիլացի օրինակ, հա, ինքը կվերցնի այդ փաստաթղթերը, կտա հայ սահմանապահին, հայ սահմանապահը կնինքը կդնի, ինքը այդ փաստաթղթերը կվերադարձնի ադրբեջանցուն կամ քուրդին կամ թուրքին կամ չգիտեմ ով որ ընդեղով անցնում է։ Հա, այսինքն այստեղ ես կարծում եմ, որ այդ զգացական պահն է միայն, որը ինչ որ խորհրդանշական մի բան է, որը այսպես ասած թույլ տվեց մեզ այս համաձայնությունը ճակերտավոր ծախել այն մյուս կողմի վրա։ Որտեղ այն մյուս կողմը մի բան պետք է ստանար, չէ՞, այնպես չի որ իրանք ինչ որ մի բան էին պահանջում տարիների ընթացքում ու հետո հենց այնպես պետք է դրանից հրաժարվեն։ Ինչ որ մի խորհրդանշական բան իրանք էլ պետք է ստանային ու իրանք ստացան դա։ Ու այս իմաստով ես կարծում եմ, որ ամբողջ այս թրիփի հա համաձայնությունն է, ամբողջական եթե վերցնենք, այն կողմերը, որոնք դրան մասնակցել են, բոլորը շահած են դուրս եկել։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը, եւ ԱՄՆ-ն։ Դրանից շահած, այսպես ասած, կամ չշահած են մնացել, հա, կորցրել են այն կողմերը, ովքեր դրան չեն մասնակցել, մասնավորապես Ռուսաստանը, հա, Իրանը ինչ որ իմաստով եւ նրանց դժգոհությունը հասկանալի է։ Իրանց շահերի տեսակետից ես էլ իրանց տեղը լինեի, անհանգստություններ կունենայի, բայց եկեք մենք մեր շահերի տեսակետից սա դիտարկենք։ Իսկ այն որ ինչ որ ասենք անարդարություն կա այդ 26%-ի մեջ, դե մենք ապրում ենք կապիտալիստական աշխարհում, որտեղ այդ օրենքներն են աշխատում եւ դժվար թե փոքր Հայաստանը ժամանակին խորհրդային միությունը չկարողացավ համաշխարհային հեղափոխություն հա կազմակերպել, դժվար թե մենք փոքր Հայաստանը կարողանա դա կազմակերպել։ Դրա համար այդ ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք եւ աշխատենք մեր ներսում, հա, այդ հարցերը այն ինչ որ ձևով կարգավորել, բայց մենք բարձա որ նման իրավիճակում առանձնապես ընտրություններ Կոմինտերնի վրա խաղադրույքը իրեն չարթարացրեց։ Պարոն Զոլյան, Արևմտյան Ադրբեջան այս խոսույթը շարունակվում է, սա ակնհայտ է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով պետական Ալիևյան հովանավարության մակարդակով եւ ահա Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը իր տարեկան զեկույցում, որը այսօր հրապարակվել է, բավականին լուրջ անհանգստություն է արտահայտվում այդ զեկույցում կապված այդ նարատիվի հետ, լուրջ են վերաբերվում այս ամենին, սա իրականում շատ լավ է։ Ինչպես զուգորդենք, հա, այդ Արևմտյան Ադրբեջանը, այդ մեր առևտրային հարաբերությունների հետ Ադրբեջանի հետ, որոնք ակնհայտ կերպով շարունակում են զարգանալ, խաղաղության հետ, թրիփի հետ, հակասություն կա, չէ՞, հակասությունը ակնհայտ է։ Ինչու է դա արվում։ Այս հարցը շարունակում է ակտուալ լինել, ու ինքը շարունակելու է ակտուալ լինել, որովհետև կոնֆլիկտը ունի որոշակի իներցիա, հա, այսինքն այդ իներցիայի հաղթահարումը ինքը պահանջում է ժամանակ եւ աշխատանք։ Եվ այդ իներցիան ինչքան էլ աշխատես, ինչքան էլ հա ջանք ներդնես, միևնույն է, նաեւ ժամանակ է պահանջում եւ որոշ ժամանակ այդ իներցիան շարունակվելու է, կարող է նաեւ շատ երկար է շարունակվելու, հա։ Հիմա տեսեք, այս հարցում իհարկե կարելի է այսպես զգացմունքային ձևով, այսպես շատ կտրուկ պատասխանել այդ դիսկուրսներին եւ այլն, բայց դրա հետևանքը ինչ կլինի։ Դրա հետևանքը այն կլինի, որ այս խաղաղության գործընթացը կարող է կանգնի կամ նույնիսկ ընդհատվի, հա, եւ կամ դանդաղի առնվազն։ Արդյոք դա մեր շահերին համապատասխանում է։ Սա մեկ։
Երկրորդը, երբ որ մենք նայում ենք Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ունի յուրահատուկ քաղաքական համակարգ, մեղմ ասած, հա, կամ բարձ ասած ավտորիտար քաղաքական համակարգ, որտեղ չկա անդիմություն, չկա անկախ, ասենք, ՀԿ-ներ եւ այլն։ Հայաստանը այդպեսին չի, Հայաստանում կա անդիմություն, այդ թվում խորհրդարանական անդիմություն, կան ՀԿ-ներ, կան անկախ լրատվամիջոցներ եւ այլն եւ այլն։ Եվ այդ անդիմությունը, քաղաքացիական հասարակության զգալի մասը, լրատվամիջոցների զգալի մասը անում են այնպիսի հայտարարություններ, որոնք ոչինչով պակաս չեն այդ արևմտյան Ադրբեջանի դիսկուրսից, ադրբեջանցիների տեսակետից, հա։ Հիմա ադրբեջանցիներին մենք իհարկե բացատրում ենք ռետրանսլյատորի ֆունկցիաներ են կատարում Հայաստանում։ Ադրբեջանցիներին մենք ասում ենք, հարգելիներս, ինչու եք այսպես բաներ խոսում։ Հա, մեր հանդիպումների ժամանակ, քննարկումների ժամանակ ադրբեջանցի փորձագետներին այդ հարցը միշտ բարձրացնում ենք, ասում ենք, ինչու եք դուք ասում եք, չէ՞ որ խաղաղության կողմնակից եք, ինչու եք այս հարցը բարձրացնում։ Իրանք ասում են, հա, բայց ձեր մոտ էլ դաշնակցությունը sense բան հայտարարեց։ Չգիտեմ, այսինչ մամուլի այսինչ հրապարակում sense բան ասեցին, այսինչ գործիցը sense բան ասեց, ասենք Սփյուռքի այսինչ կազմակերպությունը այնպեսի բան ասեց։ Մենք ասում ենք, հա, բայց դա կառավարությունը չի, չէ՞։ Իրանք էլ բացատրում են, ասում են, դե իրանց մոտ կառավարությունից բացի ուրիշ ոչ ոք չկա։ Դե որ չասելով ասելու։ Հա, դրա համար այնտեղ փաստորեն կառավարությունը եւ ընդդիմության դեր նախաղում, եւ կառավարության դեր նախաղում, եւ անկախ մամուլի դեր նախաղում, եւ նրանք պատրաստվում են բոլոր սցենարներին, ասենք իրանց տեսակետից, ասենք նրանք ասում են, լավ, բա եթե ձեր մոտ ընտրություններում ռևանշիստական ուժերը հաղթեն։ Իրանց տեսակետից այդ տրամաբանության մեջ իրանք գտնում են, որ պետքա պատրաստվեն բոլոր սցենարներին։ Հիմա ցանկացած դեպքում ես կարծում եմ, որ դա սխալ է, ես նույնիսկ եթե ես իրանց տեղը լինեի, ես այդպես չէի վարվի, բայց դե մենք իրանց տեղը չենք, իրանք այդպես են համարել, որ այդպես է ճիշտ։ Իսկ ի վերջո ես կարծում եմ, որ այդ դիսկուրսը կվերանա այն ժամանակ, երբ որ արդեն կոնֆլիկտի այդ լուծումը արդեն ավելի իրատեսական դառնա, կամ եթե մենք խոսում ենք հեռավոր ապագայի մասին, հա, երբ որ արդեն մեր հարաբերությունները այնպիսին լինեն, որ արդեն հնարավոր կլինի խոսել նրա մասին, թե որը կլինի իրոք արդարացի լուծում, իրոք արդարացի լուծումը, երբ որ հասարակությունները պատրաստ կլինեն, այն կլինի, որ բոլոր փախստականները հնարավորություն ստանան վերադառնալ այնտեղ, որտեղից իրանք ստիպված են եղել հեռանալ, լինի դա Երևանը, լինի դա Բաքուն, լինի Ստեփանակերտը, լինի Շուշին, լինի Հայաստանի կամ Ադրբեջանի որևէ մարզ, բայց այդ լուծմանը հասնելու համար մեզ ցավոք սրտի տարիներ եւ տասնամյակներ են պետք, որովհետեւ հիմա նույնիսկ եթե մենք այդպիսի հայտարարություն ընդունենք, որ բոլորը կարող են վերադառնալ իրենց, ասենք, հայրենի գյուղը կամ քաղաքը, մարդկանց մեծ մասը ուղղակի անվտանգության նկատառումներով դա չի անի։ Դրա համար այսօր այս դիսկուրսը ինքը զուտ գործիքայնացման մակարդակով է բարձրացվում, այն մարդիկ, ովքեր դրա մասին խոսում են, ցավոք սրտի նրանք ոչ թե արդարության վերականգնմանն են ձգտում, այլ ուղղակի դա քաղաքական գործիք է։ Եվ դրա համար այսօր ես կարծում եմ այս դիսկուրսին պետք է հենց այդպես էլ վերաբերվել, բայց ի վերջո, հա, այդպես եթե մենք խոսում ենք վերին արդարության մասին, այո, վերին արդարությունը պահանջում է, որ բոլոր փախստականները ի վերջո մի օր կարողանան վերադառնալ այնտեղ, որտեղից նրանք ստիպված են եղել հեռանալ, ու բայց դա պարտադիր չպիտի լինի նաև, հա, իսկ նրանց չպիտի ստիպեն վերադառնալ։ Այստեղ խնդիր կա, որ Ադրբեջանի պարագայում մենք չգիտենք այդ մարդիկ, եթե հնարավորություն ստանան վերադառնալ, արդյոք իրենց կամքով կորոշեն վերադառնալ թե ոչ, թե ասենք իրենց ինչ-որ մեկը հրամայելու է վերադառնալ, հա։ Դրա համար այդ ամեն ինչը այսօրվա խոսակցություն չի, այսօր պետք է ուղղակի այդ խոսակցությունը, այսպես ասած, մարել, հա, չփորձել էմոցիոնալ ինչ-որ արձագանք տալ, որի արդյունքում այդ խոսակցությունը ավելի այսպես բան կլինի, յուղ պետք չի լցնել կրակի մեջ, հա։ Այս իմաստով ես կարծում եմ մեր կողմը շատ եկից ճիշտ է արձագանքում եւ վաղ թե ուշ դա կվերանա։ Պարոն Զոլյան, Հայաստանում ընտրությունների արդյունքները խորհրդարանական 5 ամիս ժամանակ է մնացել, բավականին քիչ ժամանակ է։ Ինչպես կարող է դա անդրադառնալ եւ որ դեպքում խաղաղության հեռանկարների վրա Ադրբեջան-Հայաստան։ Դե գիտեք, ես ինչ եմ հասկացել, որ շատ հաճախ ինչ-որ բաներ, որ մեզ ակնհայտ է թվում, հա, կամ ասենք մենք Հայաստանում ապրելով շատ թե քիչ գիտենք ինչ իրավիճակ է, ինչ տրամադրություններ կան հասարակության մեջ, ով շանս ունի հաղթելու, ով շանս չունի հաղթելու, դրսում միշտ չի, որ adekvat պատկերացում կա դրա մասին, հա, եւ անգամ այն մարդիկ, ովքեր մասնագիտորեն, հա, որպես փորձագետ զբաղվում են Հայաստանի, ասենք ուսումնասիրում են Հայաստանի քաղաքականությունը, քաղաքական համակարգը եւ այլն,
նույնիսկ նրանք միշտ չի որ ճիշտ պատկերացում ունեն, հա, դրա համար հիմա մենք կարող ենք ասել դե պարզ չի, որ ասենք մեզ մոտ այս միտումներն են, այլ ոչ թե այն միտումներն են։ Ոչ, միշտ չի որ դա պարզ է, հա, դրսից հաճախ դժվար է հասկանալ, որտեվ կարող է լինել ինչ-որ մի փոքրամասնություն, որը շատ այսպես մեծ մեդիա ռեսուրսների է տիրապետում եւ կարողանում է ինչ-որ չափով մեդիա օրակարգը թելադրել, ասենք, հա, եւ դրսից տպավորություն է ստեղծում, որ այս մարդիկ շատ ազդեցիկ են։ Հետո ընտրությունների ժամանակ այդ մարդիկ, ասենք, չեմ, շատ փոքր տոկոս են ստանում, ու նոր իրավիճակը պարզ է դառնում բոլորի համար, հա։ Չգիտեմ, ես ճիշտ հասկացա ձեր հարցը թե ոչ, բայց ստում է Ադրբեջանի համար ինչ արդյունքներն են լինելու դրական, իսկ ինչ արդյունքներ են լինելու բացասական, հետևապես այդ արդյունքները դրական եւ բացասական ինչպես կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հեռանկարների Դե ես այսպես ասեմ, տեսեք, Ադրբեջանի համար դրական բացասականը մի քիչ տենց սուբյեկտիվ է, հա, ինչ նշանակում դրական, ինչ նշանակում ինչպես կարող է անդրադառնալ խաղաղության հեռանկարները։ Եթե Հայաստանում կան, այսպես ասած, ռևանշիստական ուժեր, հա, դա Ադրբեջանի համար նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը ազատվում են եւ Ադրբեջանը կարող է ցանկացած ծրագիր, որը այսպես ագրեսիվ ծրագիր, որից ինքը այսօր ինչ որ չափով հրաժարվել է, կարող է իրականացնել։ Այնպես որ գուցե ինչ-որ մարդիկ կան Ադրբեջանում, ովքեր իրականում հենց երազում են, որ Հայաստանում այդ ռևանշիստական ուժերը հաղթեն եւ նրանք, այսպես ասած, ազատություն ստանան եւ նույն արևմտյան Ադրբեջանի ծրագիրը իրականացնեն եւ այլն եւ այլն։ Բայց իհարկե adekvat մարդիկ Ադրբեջանում, այն մարդիկ, ովքեր մտածում են իրենց երկրի իրոք շահերի, իրենց քաղաքացիների բարեկեցության մասին եւ ուզում են որ խաղաղություն լինի, իհարկե նրանք չեն ուզում որ ռևանշիստական ուժեր կան Հայաստանում, առավել եւս որտեղ նրանք հասկանում են, որ այդ պարագայում Հայաստանը նորից կդառնա Ռուսաստանի գաղութ, հա, ինչքան էլ Ադրբեջանում Հայաստանը չեն սիրում, հա, այնտեղ adekvat մարդիկ գոնե հասկանում են, որ ավելի լավ է գործունալ Հայաստանի հետ, որի հետ կարելի է պայմանավորվել, բանակցել, շուրջ գտնել փողզիջում գտնել ընդհանուր շահ անկախ Հայաստանի հետ, որը ինքն է իր շահերը ձևակերպում, քան Հայաստանում ունենալ ինչ-որ այդպես մանկլավիկներ, ովքեր Ռուսաստանի կամքն են կատարում, որովհետև Ռուսաստանը գնալով դառնում է անկանխատեսելի։ Այո, նրանք 20 թվականին Ռուսաստանի հետ պայմանավորվեցին եւ դա իրենց հնարավորություն տվեց իրականացնել իրենց ծրագրերը մեր հաշվին։ Ռուսաստանը ըստ էության մեզ ծախեց այդ պարագայում, բայց որևէ երաշխիք չկա, որ վաղը նույն բանը տեղի կունենա, հա, դրա համար Ես կարծում եմ, որ այսօրվա տեսակետից մեր բոլոր հարևանները, անմիջական հարևանները, թե Վրաստանը, թե Իրանը, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, շահագրգռված են, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը իրոք ներկայացնում է Հայաստանի շահերը եւ որի հետ կարելի է երկխոսություն վարել եւ որի հետ կարելի է պայմանավորվել։ Այլ ոչ թե որ Հայաստանում լինի ինչ-որ մի հատ փոխարքա, որը կատարում է ինչ-որ մի երրորդ երկրի հրամանները, լինի դա Մոսկվան, լինի դա Վաշինգտոնը, լինի դա, չգիտեմ, Նյու Դելին կամ Պեկինը երկրորդական է, բայց դե մենք իրականում հասկանում ենք, որ դժվար թե Պեկինի փոխարքը Հայաստանի կամ Նյու Դելի։ Պարոն Զոլյան, շատ դեպքերում տեսելով արտասահմանյան դիվանագետներին Հայաստանում հավատարմագրված միանգամից հասկանում ես, որ իրենք դա անընդհատ ասում են դիվանագիտական լեզվով, բայց ասում են, որ X պահից Հայաստանի հետ ընդհանրապես իմաստ ունի բանակցել, որովհետև միջև այդ իմաստ չուներ բանակցել Հայաստանը, որոշումները Հայաստանում չէին կայացել։ Ես կարող եմ ասել նույնիսկ ես թվում է որ պահից էր, որ իրանք որոշեցին, որ Հայաստանի հետ իմաստ չունի բանակցել, ես ենթադրում եմ, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո առնվազն եվրոպական երկրները Մաքսային միություն այդ մտնելու մասին հայտարարությունից հետո երբ որ Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա ու մի օրում փոխեց, հա, մինչև այդ տարիներով բանակցել էին Եվրամիության հետ ասոցիացիան պայմանագիր ու Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա էր թե Սոչի էր, հիմա չեմ հիշում, գնաց Ռուսաստան, Իրան այնտեղ մի քանի քաղցր խոսք ասեցին, ինքը հայտարարեց, որ մենք միշտ ուզեցել ենք մտնենք Մաքսային միություն։ Չնայած մի քանի ամիս դրանից առաջ Հայաստանի ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել հստակ, որ աբսուրդ են այս խոսակցությունները, որտեղ մենք սահման չունենք։ Ու հիմա այսքան ժամանակ մենք առանց սահմանի այդ միության անդամ ենք, հա, եւ դա շատ հստակ ես դրանից հետո հիշում եմ մի կոնֆերանսի էի մասնակցում Մեծ Բրիտանիայում ու շատ հստակ էր, որ մեզ ասում էին, որ հարգելիներս, փաստորեն դուք չեք որոշում, հա, ձեր երկիրը ինչ է ստորագրում, ինչ չի ստորագրում, որտեղ է գնում, եւ մենք ստիպված ասում ենք, որ հա, դե փաստորեն այդպես է ստացվում։ Այսինքն Հայաստանը 13 թվականից հետո առնվազն մինչև 20, գուցե մինչև 22 թվական դիտարկվում էր որպես այսպես
ոչ լիարժեք միջազգային ինչ-որ խաղացող, որ այդ իմաստ չունի խոսել։ Եթե հարց ունենք Հայաստանի վերաբերող, զանգեք Մոսկվայի հետ պայմանավորվեք։ Շատ կտրուկ անցում կատարենք, պարոն Զոլյան։ Թրամփը, որ ուղղակի մի օր ամերիկացի դիվանագետները Թրամփին ծեծելու են, ուղղակի, որովհետև ինձ թվում է այս իրավիճակից, որ հիմա տեղի ունենում, ամենաշատը հենց ամերիկացի դիվանագետներն են նյարդայնանում։ Դանիան արդեն զորք է տանում Գրենլանդիա տեղական։ Տեսեք, այստեղ իրականում անիմաստ տալրիվ էս ամբողջ խոսակցությունը, որովհետև Գրենլանդիայում Ամերիկան, եթե ուզենա, ասենք, ցանկացած քանակությամբ զորք տեղավորել, բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կան, ամեն ինչ կա, ոչ ոք 51 թվի պայմանագիր, եթե չեմ սխալվում։ Հա, դա այնտեղ ամեն ինչը վաղուց բանակցված է եւ այլն, այսինքն սա ոնց որ զուտ, չգիտեմ, կամ Թրամփը դրա միջոցով փորձում է ինչ-որ ուրիշ հարցերում ճնշում գործադրել եվրոպացիների վրա, կամ ուղակի պես դե մեծ մարդ է, որ տարօրինակություններ ունի եւ այլն, շատ իրականում ես հույս ունեմ, որ ուղղակի այս թեման այսպես կջրվի, կանցնի, ինչ-որ ուրիշ թեմա կառաջանա, չգիտեմ, Իրանի թեման նորից կբարձրանա կամ ուրիշ մի բան, որովհետեւ եթե այս գործընթացը շարունակվի, սա իհարկե շատ լուրջ ճեղքում է առաջացնելու արևմուտքում եւ ինձ թվում է ամեն դեպքում, նույնիսկ եթե չշարունակվի, արդեն եվրոպացիները իրենց հետեւությունները արել են։ Եվ երկարաժամկետ հետևանքները այս ամեն ինչը լինելու է նա, որ եվրոպացիները դառնալու են ավելի անկախ Ամերիկայից, ավելի իրար մեջ, այսպես համախմբված, այսինքն Եվրամիությունը դառնալու է ոչ միայն արդեն դառնում է, բայց ավելի հստակ ձևով դառնալու է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության ոլորտի խաղացող եւ ՆԱՏՕ-ի ներսում ձևավորվելու է մի հատ այսպես ավելի փոքր մասշտաբների ՆԱՏՕ, որի հիմքը կլինի Եվրամիությունը։ Թե ինչպես դա կարտահայտվի, թե ինչ ձևով դա կարտահայտվի, ես չգիտեմ։ Եվ մի ուրիշ բան, ես կարծում եմ, որ նաև միջուկային զենքի առումով համաշխարհային այդ աշխարհակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, որովհետև այնպիսի երկրներ, ինչպես ասենք Գերմանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, չգիտեմ, գուցե ուրիշ երկրներ եւս, որոնք մինչև հիմա մտածում էին, որ մեզ պետք չի միջուկային զենք, որտեղ Ամերիկան մեզ կպաշտպանի, նրանք սկսելու են այդ հարցին լրիվ ուրիշ ձևով մոտենալ, որովհետև հիմա պաստորեն ստացվում է, որ Ամերիկան հարգում է այն երկրներին, ովքեր ունեն միջուկային զենք։ Հա, եւ նրանց հետ է խոսում, ինչպես հավասարը հավասարի հետ, մնացած բոլորին այդտեղ չի դնում։ Հա, այլի դժվար է պատկերացնել, որ ասենք, չնեմ, մի օր Ամերիկան Գերմանիայի հետ կմտնի հակամարտության մեջ, բայց ուղղակի շատ հստակ մեսեջ է ուղարկվում այդ եվրոպացիներին, որ հարգելիներս դուք ծանր քաշային չեք։ Հա, միայն եվրոպացիներից ում հետ է, որ Թրամփը համատաբար նրանց լուրջ է անցալում, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, ովքեր ունեն նաեւ միջուկային զենք։ Ասել է, որ Մակրոնը ժամանակավոր ֆիգուրա է, իրեն շատ քիչ է մնացել։ Դե ամեն դեպքում լուրջ է անցալում, միանգամից։ Ամեն դեպքում հետները խոսում է, ինչ-որ հարցեր իրար հետ քննարկում են եւ այլն, ասենք, բայց հա, մեծ հաշվով Եվրոպային ընդհանուր առմամբ նրանց վերաբերմունքը պես բավական արհամարական է։ Եվ այս իմաստով ես կարծում եմ լավ է, որ Հայաստանը կամ Կովկասը այսպես Եվրոպայի համատեքստում չեն ընկալվում ամերիկացիների կողմից, հա, դա մի հատ առանձին հարց է, որով նաև անձամբ Թրամփը չի զբաղվում, կամ ասենք եւ դա լավ է, ինչքան հասկանում եմ, ընդհանրապես ես այսպեսի միտում եմ տեսնում Ամերիկայի հիմիկվա քաղաքականության մեջ, այն ամեն ինչը ինչով զբաղվում է պետդեպը եւ Մարկո Ռուբիոն, այդտեղ ամեն ինչ նորմալ է ընթանում, շատ թե քիչ պրոֆեսիոնալ դիվանագետներ են դրանով զբաղվում։ Այն ամեն ինչը ինչով անձամբ զբաղվում է Թրամփը կամ նրան մոտիկ մարդիկ, ասենք Քուշները, Վիտկոֆը, օրինակ Ուկրաինայով, օրինակ Գրենլանդիայով, օրինակ Իրանով, հա, Իրանի հարցում էլ ինքը փաստորեն ասեց գնացեք, բան, հանգարց եթե ձեզ ձեր տան, մենք կպատժենք նրանց, գնդակահարեցին հազարավոր մարդկանց ու եւ խոսենք Իրանի մասին, անընդհատ մեր զրույցի ընթացքում անդրադարձ կատարվում է Իրանին։ Կարծես թե իրոք այաթոլլաներին հաջողվեց ապստամբությունը ճնշել եւ խեղդել արյան մեջ եւ հասկանալի է, չէ, որ խնդիրները չեն լուծվել, հասկանալի է, որ 80-90 միլիոնանոց պետությունը եւ դժգոհությունը շարունակելու է աճել։ Խնդիրը չի լուծվել, խնդիրը լինելու է նորից, դա հաստատ է։ Հիմա այս առումով ինչ լուծում կարող է ունենալ այս խնդիրը, հաշվի առնելով, որ մեզ համար դա շատ կարևոր մեր հարևանն է, հարավային հարևանը եւ ԱՄՆ-ի դերակատարումը, արդյոք ԱՄՆ-ն եւ Իսրայելը այդ պատժիչ գործողությունների դիմելու են թե ոչ մոտ ժամանակներում։
Դե այս ոնց որ երկու հարց, հա, սկզբից երկրորդ հարցին փոխկապակցված իհարկե։ Ինչ վերաբերում է արդյոք ԱՄՆ-ն ինչ-որ գործողություններ կձեռնարկի թե ոչ, ինձ թվում է այնուամենայնիվ ինչ-որ ձեռնարկել, ինչ-որ բան ձեռնարկելու է, որովհետև այլապես եթե ոչ մի բան չարվի, դա շատ ակնհայտ, այսպես, հա, մի երևույթ է, երբ որ մարդիկ հստակ ասեցին, որ այ մենք աջակցում ենք այդ բողոքավորներին, եթե նրանց հետ ինչ-որ բան տեղի ունենա մենք կպատժենք ու դրանից հետո որևէ քայլ չձեռնարկելը դա այսպես ու դրանից հետո լուրջ չեն վերաբերվի ուղղակի ամերիկացիներին դրա համար ես կարծում եմ ինչ որ մի քայլ կլինի գուցե նաև խորհրդանշական թեկուզ բայց գուցե նաև նրանք պատրաստվում են այսպես ավելի մեծ օպերացիայի բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրանցիներից շատերը, ինչով էլ դա ավարտվի, իրանցիներից շատերը նաև հիմա հիասթափված են, ովքեր ինչ-որ հույսեր էին կապում Թրամփի հետ կամ ԱՄՆ-ի հետ, կամ Իսրայելի հետ, նրանք նաև դրանցից են հիասթափված, որ նույնիսկ եթե լինի ինչ-որ հարված եւ նույնիսկ եթե դրա արդյունքում այնտեղ իշխանապողություն տեղի ունենա, արդեն այս մարդիկ զոհվել են։ Հա, արդեն հազարավոր զոհեր եղել են եւ այդ զոհերը բարձա ռեժիմի խղճին են, բայց նաև ամերիկացիների, ովքեր քաջալերեցին, այդ մարդիկ դուրս եկան փողոց ու հետո ուրեմն այսպեսի բան տեղի ունեցավ, հա, սա երկրորդ հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Իրանին, բուն Իրանին, հա, ես կարծում եմ, այստեղ եւս մեկ անգամ մենք համոզվում ենք, որ իրոք Հայաստանը եւ Իրանը այսպես եղբայրական երկրներ են, որովհետեւ ես կարծում եմ, որ Իրանի քաղաքական համակարգը այսօր շատ նման է այն համակարգին, որը մենք ունեցել ենք ոչ թե կոնկրետ ինչ-որ դետալների առումով, այլ տրամաբանության առումով, հա։ Երբ ենք ունեցել։ Մինչև 18 թվականի հեղափոխություն, մինչև 20 թվականի պատերազմ, գիտեք ինչ իմաստով, որ բարձա շատ են տարբերությունները, բարձա որ մասշտաբը լրիվ ուրիշ է, Իրանում իսլամական հեղափոխություն է, իսլամական հանրապետությունն է, մեզ մոտ ասենք, պես ասած, ուրիշ գաղափարախոսություններ։ Հա, բայց հիմքը նման էր այն ինչ իմաստով, որ երկու դեպքում էլ պետության նպատակը ոչ թե քաղաքացիների բարեկեցության ապահովումն է, այլ ինչ որ абստրակտ նպատակների իրականացում։ Հայաստանի պարագայում դա, ասենք, հայդատն էր, չգիտեմ, պատմական Հայաստանի վերականգնումը եւ այլն, գոնե այդպես հայտարարվում էր։ Իրանի դեպքում դա հակաիմպերիալիստական պայքարն է, հակաիսրայելական, ասենք, պաղեստինցիների ազատագրումը եւ այլն։ Եղբայր, դուք ինչ կապ ունեք էլի Պաղեստինի հետ։ Ամբողջ պատմության ընթացքում իրականում իրանցիները եւ արաբները ունեցել են Իսրայելա-արաբական կոնֆլիկտի հետ ինչ կապ ունեք։ Ինչ կապ ունեք դուք, հասկացաք իսլամական համերաշխություն եւ այլն, բայց ասենք նույն արաբական պետությունները, որոնք շատ ավելի մոտ են Պաղեստինին, նրանք վաղուց Իսրայելի հետ արդեն կամ խաղաղություն են կնքել, կամ ճանաչել են, կամ նույնիսկ եթե պաշտոնապես չեն ճանաչել, համագործակցում են շատ հարցերում։ Կամ նույնիսկ այն պետությունները, որոնք օրինակ Քաթարը, հա, ինքը շատ ակտիվ աջակցում է Համասին, հա, Պաղեստինում։ Բայց դրանով հանդերձ Քաթարը նաև հիանալի հարաբերություններ ունի Ամերիկայի հետ, գազ է վաճառում Եվրոպային, հա։ Ինչու եք դուք գնում այդ ծայրահեղ քայլերին, հա? Ինչու է իսլամական հանրապետությունը այսօր եւ ոչ միայն այսօր տասնամյակներով կոնֆլիկտի հետ, դա Իսրայելը հասկացանք, ամբողջ Եվրոպայի հետ, ԱՄՆ-ի հետ, հա? Ինչու է այդ ծայրահեղական մոտեցումը դառնում իրանց քաղաքականության հիմքը եւ դրանից են որ մարդիկ դժգոհում են, հա, այնտեղ մարդիկ փողոցներում գոռում են իրանց այդ լոզունգներից մեկը նա է, ոչ Գազա, ոչ Լիբանան, միայն Իրան։ Ասում են եղբայր, մեր մասին մտածեք, հա։ Ու նաև մյուս խնդիրը, նաև թե ինչու հիմա այսքան սրվեց այնտեղ հակամարտությունը, փաստորեն ըստ էության քաղաքացիական պատերազմի հետ գործ ունենք Իրանի ներսում, արդեն այս հազարավոր զոհերը, որում այն կողմից էլ նաև իշխանության կողմից հարյուրավոր զոհեր կան, հա, այսինքն նաև այդ ցուցարարները ինչքանով որ կարողանում էին, նրանք էլ դիմադրում էին, նրանք էլ էին փաստորեն այս արդեն քաղաքացիական պատերազմի ինչ որ առաջի փուլ է եւ ինչու, որովհետև ժամանակին իսլամական հանրապետության ներսում կար բարեփոխական թեև, որին թուլացրեցին, ոչնչացրեցին, ինչ որ մարդկանց ձերբակալեցին, ինչ որ մարդկանց Աքսոր Ռոհանին, դրանից առաջ Մուսավիներ 2009 թվականին էլի մեծ ցույցեր էին, հսկայական ցույցեր էին, եթե հիշեք, բայց այդ ցույցերը խաղաղ ցույցեր էին, ինչու որտև ընտրություններից հետո էր եւ այդ ռեֆորմիստների կողմից կազմակերպվող ցույցեր էին եւ այդ ցույցերը խաղաղ ցույցեր էին։ Կառավարելի էին։ Կառավարելի, բայց այդ ցույցերը ճնշեցին, այդ ցույցերի կազմակերպիչներին բռնության ենթարկեցին, բնականաբար
Դուք դժգոհությունը մնաց, չէ, այդ հարցերը չլուծվեցին։ Բնականաբար այս մարդիկ ավելի արմատական դարձան եւ այսօր եմ ասում, սա ժամանակի խնդիր է, ցույցերը որ շնորհիվ իհարկե, ու տեսեք, օրինակ հիմա շահն է, չէ, գոռում են կեցե շահը, հա, այդ Ռեզա Փեհլևին, որ թագաժառանգն է, ինքն է դարձել խորհրդանշական առաջնորդը։ Առաջ նրան լուրջ չէին ընկալում, ասենք մի 10 տարի առաջ Իրանում ոչ ոք իրան լուրջ չէր ընկալում, բայց բոլոր մնացած այլընտրանքները ոչնչացվեցին ըստ էության, ասենք ընդ որում այդ այլընտրանքները այն այլընտրանքներն էին, որոնք թույլ կտային առանց ցնցումների շուտ բարեփոխումներ իրականացնել, նույն արևմուտքի հետ։ Իհարկե այդտեղ էլ մի արևմուտքն էլ իր մեղքի բաժինը ուներ, որովհետև Ռուհանիի հետ այդ պայմանավորվածությունը կար եւ արդեն Օբամայի հետ նրանք պայմանավորվեցին, Թրամփը եկավ, չեղել հայտարարեց։ Բայց հետո արդեն էլի հնարավորություն կար դա վերականգնել։ Նույնիսկ հիմա ասենք Փեզեշքյանին ընտրեցին, Փեզեշքյանն էլ է բարեփոխական համարում, բայց նա շատ թույլ բարեփոխական է, հա, այսինքն նա իրական իշխանություն գրեթե չունի։ Հենց դրա համար նրան թույլ տվեցին ընտրվել, իսկ ասենք Մուսավիին կամ Ռուհանիին թույլ չտվեցին։ Եվ խնդիրները չեն լուծում, որովհետև եւ տնտեսական խնդիրներ կան այնտեղ, եւ քաղաքական, արտաքին քաղաքական եւ նաեւ շատ լուրջ բնապահպանական խնդիրներ կան, ասենք Ուրմիա լիճը գոյություն չունի այլևս։ Ուրմիա լիճը, որ մենք բոլորս դպրոցում հիշում ենք, սովորում ենք որպես հայկական լեռնաշխարհի 3 լճերից մեկը, ինքը հիմա ուղղակի գոյություն չունի, ցամաքել է։ Թեհրանի բնակչության զգալի մասը ամառը ջուր չի ունենում։ Ու այդ հարցերը էսենց չեն լուծվելու, հա, այո, դուք կարող եք ճնշել ցույցերը, կարող եք ճնշել ապստամբությունները, կարող եք ինչ-որ ձևով նույնիսկ դիմադրել, ասենք, դրսից եկող, ասենք, ամերիկա-իսրայելական հարվածներին, չնայած այս վերջի պատերազմը ցույց տվեց, որ ըստ էության Իսրայելը շատ լուրջ առավելություն ուներ օդում, հա, առնվազն ամբողջ օդը վերահսկում էր։ Բայց լավ, այդ ամեն ինչը ենթադրենք թե ինչ-որ ձևով լուծեցիք, բայց այդ ներքին խնդիրները ո՞նց եք լուծելու։ Դրա համար ես կարծում եմ մենք շատ զգուշ պետք է լինենք, իհարկե պետք է մենք աշխատենք ցանկացած կառավարության հետ, որը Իրանում կա մեր Հիմա ես բարձր միշտ ազատության եւ ժողովրդավարության կողմնակից եմ, բայց ես միանգամայն հասկանում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի Իրանի ներկա կառավարության հետ, ով էլ այնտեղ լինի։ Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ Իրանը նոր պայթյուններ լինելու են եւ այս տրամաբանությունը ոչ մի լավ տեղ չի տանում եւ մենք պետք է այդ ամենը հաշվի առնենք մեր հաշվարկներում։ Շատ շնորհակալ եմ, պարոն Զոլյան։ Մեր հյուրներ քաղաքագետ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։